Ռուսական կողմը պատրաստ է հարթակ տրամադրել Ադրբեջանի եւ Հայաստանի ներկայացուցիչներին շփումների համար։ Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի մեկնաբանությունը Բաքվի եւ Երևանի միջև խաղաղության համաձայնագրի վերաբերյալ։ Բաքվում շինծու դատավարությունը շարունակվում է։ Հերթական անգամ ճնշումների կենտրոնում են հայտնվել Արցախի նախկին նախագահներ Բակո Սահակյանը եւ Արայիկ Հարությունյանը։ Ալիևյան ռեժիմը ճշմարտությունը փորձում է փոխարինել պարտադրված խոստովանություններով։ Բաքվում Ռուսաստանի Դաշնության ներկայացուցիչ Վասիլի Նեբեզնյան փակ քննարկման ժամանակ սուր քննադատության է ենթարկել Սիրիայի նոր ղեկավարությանը։ Միացյալ Նահանգների, Ֆրանսիայի եւ Չինաստանի բանագնացները նույնպես ընդգծել են իրենց անհանգստությունը Սիրիայում քաղաքական անցման գործընթացի կապակցությամբ օրվա միջազգային լրահոսը։ Վճռաբեկ դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջ կալանավորումը։ Որն է պատճառը? Շաբաթվա քրեական քրոնիկոնը։ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում տեղադրվել է հերթական արևային ֆոտովոլտային կայանը, որի առանձնահատկություններին տեղում ծանոթացել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ Երևանի սրտում յուրահատուկ ցուցահանդես է բացվել, որտեղ ներկայացվել է մատնոցների 4000 նմուշ տարբեր երկրներից։ Հավաքածուի հեղինակը Ռուզաննա Անդրեասյանն է։ Այս եւ այլ կարևոր իրադարձությունները դիտեք մեր եթերում ժամը 19:30-ին։